հաջորդ հայտնությունը Սուրբ Հոգու այս վերջի տարիների մեջ սիրելիներ։ Ինչև այս վիրուսները, ինչև այս պատերազմները հետևյալն է։ Սուրբ Հոգին ինձ ասում էր, որ տղա ջան, ասում էր, որդիս մարդի կյանքում, քո կյանքում, ասենք ես աղոթում եմ, չեմ, բոլորս աղոթում ենք, մեր խնդիրները, մեր հոգսերը, ինչքան կան։ Մի հատ էլ հիշեք, ում կյանքում ինչքան հոգսեր կան։ Ու Սուրբ Հոգին մի օր ինձ ասեց, երբ որ ես տենց աղոթներ էի անում, ասեց տղա ջան, քո կյանքում մի հատ խնդրեմ ունես, երկու հատ չունես։ Ես այսպես զարմացած սկսեցի նայել, ասի Տեր, ոնց մի հատ։ Տասնյակ խնդիրներ կան իմ կյանքում։ Նայում եմ ինձ, իմ տկարությունները, նայում եմ ընտանիքի տարբեր խնդիրներ, նայում եմ գործերին, ֆինանսական, հազար ու մի խնդրեմ կա, Հիսուս ջան, դու ասում ես մի հատ։ Տերը շարունակում եմ, մի հատ, երկու հատ խնդրեմ չունես քո կյանքում։ Այդ մի խնդրեմը որ լուծվի, խնդիր չկա։ Ու հետաքրքիր է, որ դա մենակ ինձ չի ասում, ձեզ էլ է վերաբերվում, սիրելիներ, թե մենակ ինձ է վերաբերվում։ Վերջ դուք էլ եք մարդ, չեք փոխվել հրեշտակ դառը։ Եվ Հիսուսը ասում էր, որ երբ որ ես մի խնդրեմ էր ասում, այնքանի մեջ այդ ծառավը սաստկացավ։ Տեր ասում է, բա ո՞րն է դա, դե շուտ ասա Հիսուս ջան։ Այն երախը որ ասում են քեզ կանֆետ պետք է տամ ու տենց էլ չեն տալի, ինչ ալնում։ Ավելի է, չէ՞ ծառավը փափագը շատանում, սկսում է լացել։ Հիսուս ջան ասում են, բայց ո՞րն է, դե ասա, որ դա լուծվի, որ մնացած խնդիրներն էլ լուծվի։ Քանի հոգի կան, որ փափագում են ճանաչել ճշմարտությունը, եւ ճշմարտությունն է քեզ բժշկելու, սիրելիներ։ Սա քրիստոնեական պատմություններ չենք պատմում, մենք կյանքից ենք խոսում։ Ինչ որ տեսել ենք, ինչ որ ճաշակել ենք, ինչ որ մեր կյանքում կատարվել է, փոխանցում ենք Աստծո ժողովրդին։ Փառավորվի ճշմարտությունը։ Հիմա ասեմ թե չասեմ, ժողովուրդ ջան, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի, սա կատարվելու է։ Ես ուզում եմ, որ բոլորս արթուն լինենք։ Եվ Տիրոջ խոսքը հետեւյալն էր. Ին վրա մի կասկածի, մնացածը խնդրեմ չի։ Փառտվեք Տիրոջը, սիրելիներ։ Սուրբ Հոգին քեզ ասում է, սիրելի հոգի, իր սիրո վրա, իր բարության վրա, իր խոստումների վրա։ Ամենավիրավորականը Հիսուսին, ամենավիրավորական մեղքը իր վրա կասկածելն է։ Ինքը այրունով է ապացուցել իր սերը, ու հանգարց մարդը կասկածում է այդ արյան վրա։ Սա է մեղքը, սիրելիներ, մնացածը սրա պտուղներն են։ Տերն ասում է, ին վրա մի կասկածի։ Ընդունեք բժշկությունը Հիսուսի անունով։ Սա հոգևոր բժշկություն է, սա հավատքի բժշկություն է։ Մնացածը խնդիր չի։ Ո՞րն է խնդրեմը Աստծո առաջ։ Կա խնդրեմ Աստծո առաջ, սիրելիներ։ Ուրեմն Տերն ասում է, որ ապավինի Տիրոջ խոստումներին, Տիրոջ սիրո բարությանը, փառավորվի ճշմարտությունը։